Ներելի հայրենակիցներ, բարև ձեզ, այսօր հունվարի 17-ն է, օրը շաբաթ է, հետաքրքիր թեմաներ, ասեմ թե շատ կարևոր հետաքրքիր թեմա ունենք այսօր խոսելու, միանգամից ասեմ անկեղծ, չէ, շաբաթ օրը ինչպես նշեցի, բայց կարծես թե օդում կախված է մեծ պատերազմի հոտը, կարելի է այսպես ասել, որը որ կարող է սկսվել ցանկացած պահի, ես չեմ ուզում գույները լարել, ներկայացնել ամեն ինչ այդպես վատ գույներով լարված, բայց իմ պատկերացմամբ իրականությունը հենց դա է, եւ կխոսենք թե ինչի մասին է խոսքը, կոնկրետ Իրանն է թեման, չնայած հիմա բոլորը հանգստացել են եւ հանգստացել են ու նման է այդ հանգստությունը Վենեսուելային երկար խոսվում էր, որ կարող է ինչ-որ գործողություն տեղի ունենա, հետո տեղի չէր ունենում, հետո տարբեր հայտարարություններ էինք լսում Թրամփից, Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր պաշտոնյաներից, որոնք որ մեզ ապակողնորոշում էին, չէինք հասկանում իրականում ինչ է տեղի ունենալու, հոգնեցինք եւ ունեցավ տեղի այն, ինչ ունեցավ։ Հիմա շատ նման է իրավիճակը, նաև Իրանի շուրջ տեղի ունեցողը շատ նման է, կխոսենք միասին այդ մասին, Հայաստանի մասով ասեմ միանգամից, որ շատ թեմաներ չկա խոսելու, երեք հետաքրքիր մի քանի հայտարարություն է արել Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, շնորհակալություն հայտնելով Թուրքիայի արտգործնախարարին իր դիրքորոշման համար Հայաստանի եւ Թուրքիայի մասով հարաբերությունների թրիփի մասին է խոսացել Ալեն Սիմոնյանը, եւ դա պարզ էր, քանի որ ընդհանուր առմամբ դրական հայտարարություններ էին եկել Թուրքիայից, արձագանքնել Հայաստանից սպասելի էր այդպիսի արձագանքը, բայց կրկին ասեմ, եւ շատ կարեւոր է այս ամենը շեշտել, եթե հիմա այս մասին խոսում եմ, չի նշանակում, որ իրոք Թուրքիայի իշխանությունները աջակցել են Հայաստանի իշխանություններին, դրա համար այդպիսի հայտարարություն արեց Ալեն Սիմոնյանը, չէ, ընդհանրապես դա դրա հետ ոչ մի կապ չունի, ուղղակի քանի որ դրական արձագանք էր, քանի որ դրական հայտարարություններին, դրական եղավ նաև արձագանքը Իրանի մասով եւս եղավ հայտարարություն, ու նա հստակ ասեց, որ Հայաստանի Հանրապետությունը որևիցե բան երբեք չի արել եւ չի անի բարեկամական Իրանի ժողովրդի նկատմամբ, պետության նկատմամբ, որևիցե գործընթացի մեջ Հայաստանը ներգրավված չէ, հստակ պատասխան էր Իրանի դեսպանին, ով որ պնդում էր, թե իբր Հայաստանը ներգրավված է հակաիրանական գործողությունների մեջ եւ այաթոլլաների դեմ ինչ-որ դավեր է լարում, հաստատի այդպես էր ասում Իրանի դեսպանը, ակնարկը հենց դա էր, որ կենտրոնի է վերածվում հակաիրանական Հայաստանը, ու Ալեն Սիմոնյանը հստակ պատասխանեց այդ մասով, որ բարեկամական Իրանի ժողովրդի եւ պետության դեմ Հայաստանը երբեք որևիցե քայլ չի արել եւ չի անի, թրիփի մասով էլ ասեց, որ այն հնարավորություն է ստեղծելու տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Եվ այսօր նաեւ մենք տեսանք, որ մի փոքր կոպիտ գործողություն ձեռնարկեցին Հայաստանի իրավապահները, Իրանի դեսպանատան մոտ այդ ցուցարարների մասով կար նաեւ հաղորդագրություն։ Ամեն դեպքում երևի թե Հայաստանի իշխանությունները սկսեցին զգուշանալ այդ հայտարարություններից, բայց նույն ժամանակ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության իրավապահները չեն դուրս գալիս իրավական դաշտից, չնայած նրա, որ որոշ նաև քաղաքական տարրեր նկատվել են այսօրվա գործողության մեջ, բայց այստեղ մեզ համար շատ կարևոր է մեկ բան նաև նշել եւ հստակեցնել, որ մեզ համար, ինչպես որ միշտ էլ նշում եմ, շատ ավելի կարևոր է մեր ազգային ու պետական շահը։ Հիմա կոնկրետ խոսենք, թե ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ, չերկարացնելով այս հաղորդումը, ու սկսենք նրանից, որ արդեն մոտավոր պատկեր կա, թե ինչ է տեղի ունեցել Իրանում որքան զոհ է գրանցվել այդ 15 օրերի ընթացքում, ցույցերի ընթացքում, եւ նախնական տվյալներով մոտ 2700 մահ է գրանցվել, բայց կրկին պետք է նշենք, շատ կարևոր է սա, որ վերջնական թիվը ոչ ոք չգիտի, կան տվյալներ, որ Աֆղանստանից, Իրաքից, նույնիսկ Պակիստանից էին վարձկաններ բերել շատ արագ Իրանի իշխանությունները, որպեսզի
շատ դաժան ձևով ճնշեն այդ ցույցերը, ապստամբությունը, հեղափոխական շարժումը, դրա համար այդքան շատ զոհեր կան Իրանում։ Ձերբակալված են այս պահի դրությամբ 19,000-ից ավել քաղաքացիներ, կան նաև բազմաթիվ վիրավորներ, հազարավոր վիրավորներ կան այս պահի դրությամբ Իրանում, այսօր նաև Իրանում մասամբ սկսեց աշխատել ինտերնետը, եւ այս ֆոնին մենք տեղեկանում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հաստատի, ասենք, վերջնագիր կամ շատ կոշտ պահանջներ, դուք ինքներդ դա ձևակերպեք, բայց պահանջներ է ներկայացրել Իրանին, դրա մասին մենք արդեն տեղեկանում ենք եւ տեղեկանում ենք կոնկրետ թե ինչ պահանջներ է ներկայացրել Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանին։ Եվ այս մասին մենք տեղեկանում ենք նաև Սթիվ Վիթկոֆից, ով որ մի փոքր բացել է փակագծերը եւ փաստացի Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա բանակցում են ներքին կարգով, այդպես է դուրս գալիս Իրանի իշխանությունների հետ եւ պահանջել են դադարեցնել ուրանի հարստացումը, սա մեկ, կրճատել հրթիռների քանակը, դե հիմնականում այդ հրթիռների մասին է խոսքը, որոնք որ կարող են հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև ամերիկյան ռազմաբազաներին, ոչնչացնել միջուկային բոլոր նյութերը եւ ամենակարևոր կետերից մեկը դադարեցնել տարածաշրջանային խմբավորումների ֆինանսավորումը ու աջակցումը, խոսքը կոնկրետ Հեզբոլլահի, Համասի եւ Հութիների մասին է, այսինքն Եմենում, Լիբանանում եւ Գազայում պետք է իրենք դադարեցնեն իրենց գործողությունները, այսինքն այդ պրոքսի պատերազմները վարելը պետք է դադարեցնեն ընդդեմ Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Դրա դիմաց նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները խոստանում է, որ բոլոր պատժամիջոցները կհանվեն, կչեղարկվեն Իրանի նկատմամբ եւ Իրանը նորմալ առևտուր կսկսի վարել բոլոր երկրների հետ։ Այսինքն կստանա նաև տնտեսական շահույթ։ Թրամփը նաև իր սոցիալական ցանցում գրել է, որ ինքը շատ է գնահատում այն փաստը, որ այս պահին Իրանը չեղարկել է 800 այդ մահապատիժը ցուցարարների, ում որ ձերբակալել էին Իրանում ցույցերի ժամանակ այդ անկարգությունների, եւ ասում է, որ ինքը շատ գնահատում է Իրանի կողմից այդ քայլը։ Բայց ճիշտ հակառակ հայտարարությամբ է հանդես գալիս Իրանի հոգևոր առաջնորդը Ալի Հոմեյնին հայտարարել է, որ սա ամերիկյան խռովություն էր, այնիշ տեղի ունեցավ Իրանում, Ամերիկայի Միացյալ Նահանգների նպատակներ կուլ տալ Իրանը, ու նա ասում է, որ սա ներկայիս Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասին չէ, այսինքն իր հայտարարությունը Թրամփի մասին չէ, սա ամերիկյան քաղաքականության մասին է, խոսում է այդ մասին Հոմեյնին, մի քանի հաստեր է փորձում ներկայացնել, թե ինչի Ամերիկայի Միացյալ Նահանգները մեղավոր, ինչի այդպիսի քաղաքականություն վարում եւ այլն եւ այդպես շարունակ, բայց մենք հասկանում ենք, որ կոնկրետ Թրամփի հետ չի ուզում շատ լարվել հիմա Հոմեյնին, հասկանալով դրա վատ հետևանքները, բայց ես ասեմ, որ վատ հետևանքները միանշանակ կարծես թե լինելու են։ Թրամփի հայտարարություններից միանգամից ասեմ, որ ոչ մեկ, ոչ մի բան չի կարող կոնկրետ հասկանալ, մենք անցկացնում ենք տարբեր հաղորդումներ եւ դուք էլ կարող եք հաստատել, որ մենք Թրամփի հայտարարությունների մասին շատ ենք խոսում այստեղ, ներկայացնում ենք մեկ այս հայտարարությունը, մեկ այն հայտարարությունը եւ այդ հայտարարությունները բոլորը միմյանց հակասող են, նա ասում էր, չէ, որ ճանապարհին է օգնությունը, որը որ հասնում է Իրանի ժողովրդին, հետո էլ ասում է, չէ, փաստացի շատ լավ է, որ Իրանում չեղարկվել են այդ սպանությունները, հստակ ակնարկներ անում, որ ոչ մի ռազմական գործողություն չի տեղի ունենալու, բայց նույն ժամանակ ավիակիրները մերձավոր արևելք մոտեցնում, լուրջ բավականին ուժեր է մոտեցնում մերձավոր արևելքին։ Դա էր փաստացի տեղի ունենում նաև Վենեսուելայի ժամանակ, Վենեսուելայի գործողության ժամանակ տարբեր հայտարարություններ, Մոդուրոյին վերջնագրեր, հեռախոսազրույցներ եւ երբ բոլորը արդեն չէին սպասում, որ նման բան կարող է տեղի կարծես թե ունենա, ես էլ էի խոսում այն մասին, որ հաշված օրեր են մնացել, ամանորից հետո նման բան կարող է եւ տեղի ունենա, այսինքն ռազմական գործողության մասին ենք մենք խոսում, չէինք խոսում Մոդուրոյի առևանգման մասին, եւ հաստատի դա տեղի ունեցավ։
Հիմա Իրանի շուրջ գրեթե նույնն է տեղի ունենում, ինչը հստակ արդեն մեզ թույլ է տալիս ենթադրելու, այսինքն առաջի անգամը չէ, որ Թրամփի հայտարարությունների վրա հիմնվել պետք չի, եւ շատ կարեւոր է նաեւ այն տեղեկությունը, որ սենատոր Գրեմը հիմա մեկնել է Իսրայել եւ կոնկրետ Իսրայելում հանդիպում է ունենալու Իսրայելի վարչապետ Նետանյահուի եւ Նետանյահուի թիմի հետ ու հայտարարությամբ է նաեւ նա հանդես եկել, որ այսինքն գրառում կատարելով իր X-ում, որ Թրամփի եւ Նետանյահուի դաշինքը շատ հզոր է, երբևիցե այդպիսի հզոր դաշինք չի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, եւ մենք ապրում ենք այն ժամանակաշրջանում, որ երբ որ տեղի են ունենում շատ մեծ փոփոխություններ Մերձավոր Արևելքում եւ ահա այդ ոճով եւ այդ ոճից էլ կարելի է հասկանալ, որ ինչ որ մի բան իրոք տեղի է ունենալու։ Մենք խոսում ենք նաեւ այն մասին, որ Պենտագոնի պիցերիաների մոտ աժիոտաժ է սկսվել ու ես պատկերացնում եմ, որ ռազմական գործողությունները անպայման կարող է տեղի ունենան։ Այ օրերի եւ ժամերի մասին դժվար է կոնկրետ կանխատեսում անել։ Չեմ կարծում, որ շատ այն ուշանա, ամենայն հավանականությամբ մինչև գարուն դա տեղի կունենա։ Կարող է շատ ավելի շուտ, կարող է փոքր ավելի ուշ, բայց այն միանշանակ տեղի կունենա, եթե հիմա Իրանի իշխանությունները չհամաձայնվեն այն կետերին, որոնք որ ես նշեցի, որոնք որ ներկայացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես պահանջ Իրանի իշխանություններին։ Հետաքրքիր է, որ Պուտինն էլ է ակտիվացել եւ հեռախոսազրույց է ունեցել Նետանյահուի հետ, քննարկել է Իրանում տեղի ունեցողը, ինչպես նաեւ հետո հեռախոսազրույց պետք է ունենար Իրանի իշխանությունների հետ։ Պուտինն էլ է հասկանում, որ կարող է ինչ-որ Պուտինն էլ է հասկանում, որ ռազմական գործողությունները շատ հավանական են։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաև Պուտինն էլ է տեսնում, բոլորս էլ ենք տեսնում, որ Գազայում էլ շատ լուրջ ներգրավվածություն հիմա ունի, Սպիտակ տունը հայտարարել է Գազայի կառավարման ազգային կոմիտե ստեղծելու մասին, այսինքն արդեն անցնում է խաղաղության երկրորդ փուլին Գազայի հատվածում Ամերիկայի Միացյալ Նահանգները, եւ դա եւս մեզ հուշում է, որ Իսրայելին միայնակ չի թողնելու Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իրանի հետ ամեն ինչ դեռ արժևում է եւ ահա այս հետաքրքիր իրավիճակում հետաքրքիր հայտարարություններ ենք մենք ստանում Կանադայից, նախ Կանադան ռազմավարական հարաբերություններ հաստատեց Չինաստանի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հակառակորդ Չինաստանի հետ, ճիշտ է հակառակորդ են, բայց լավ առևտուր են անում Միացյալ Նահանգները եւ Չինաստանը, հիմա էլ Կանադան ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ կնքեց Չինաստանի հետ, քանի որ երկրորդ առևտրային գործընկերը Կանադայի համար փաստացի Չինաստանն է, առաջինը Ամերիկայի Միացյալ Նահանգները, երկրորդը Չինաստանը եւ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին նաեւ հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ Գրենլանդիայի մասով ու հստակ հայտարարեց, որ ինքը հավատարիմ է ՆԱՏՕ-ի 5-րդ կետին եւ ով էլ հարձակվի Գրենլանդիայի վրա, իրենք կմիջամտեն, քանի որ դա հարձակում կլինի նաեւ Կանադայի վրա։ Այսինքն նման ոճով հայտարարություն արեց Մայք Քարնին հստակ Դոնալդ Թրամփին չոր ուղերձ հղելով։ Դե մենք հասկանում ենք, որ Կանադան չի կարող Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ պատերազմել, բայց Կանադան շատ ցավոտ է վերաբերվում Թրամփի հայտարարություններին, Թրամփի քաղաքականությանը ոչ միայն Գրենլանդիայի մասով, այլ նաև Կանադայի, բարձր որ իրենց հիմնական ցավը Կանադան է, Կանադայի իշխանությունների հիմնական ցավը Կանադան է, քանի որ եթե Գրենլանդիան կուլ տա Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ միացնի Ամերիկայի Միացյալ Նահանգները, հաջորդը միանշանակ լինելու է Կանադան եւ այդ ժամանակ մենք չենք կարող ասել, թե Թրամփը խաղեր է խաղում, Թրամփը խորամանկ հայտարարություններ է անում, ինչ որ նպատակներ է հետապնդում, այլ այդ ժամանակ շատ բարձից էլ բարձ կլինի, որ հերթը կհասնի Կանադային։ Դրա համար Մարկ Քարնին, Կանադայի վարչապետը, այդպիսի հայտարարություններ է անում ՆԱՏՕ-ի մասով, Գրենլանդիան պաշտպանելու մասով,
ինչպես նաև ռազմավարական հարաբերությունների մասին փաստաթուղթ է կնքում Չինաստանի հետ։ Այդպիսի լուրջ փոփոխություններ դե հիմա նաև գիտեք Ֆրանսիայի ազգային ժողով է ներկայացվում ՆԱՏՕ-ից դուրս գալու երկրի հարցը, հույսով եմ նման բան տեղի չի ունենա, բայց սա եւս Թրամփի քաղաքականության արդյունք է։ Այսինքն Թրամփի քաղաքականությունը մեզ համար, կոնկրետ մեզ համար ասեմ, չասեմ աշխարհի համար են չի վերում է թե շատ լավը եւ թե շատ վատը։ Վերում է թե բացասական հետևանքներ մեզ համար, թե դրական։ Այս վայրերությամբ դրականը շատ է, կոնկրետ Հայաստանի համար, դրա համար մենք էլ ավելի փորձում ենք զգուշ արտահայտվել Թրամփի հասցեին։ Յուրաքանչյուր հայտարարություն հավատացեք կաթիլի պես հավաքվում եւ տեղ է հասնում։ Եթե ընդհանուր հայկական սոցիալական ցանցերում լինի դա YouTube-ը, Facebook-ը կամ տարբեր կայքերում հագա Թրամփյան հայտարարություններ շատ հնչեն, դա լսելի կդառնա միանշանակ Ամերիկայի Միացյալ Նահանգներին մեկի մասին չէ խոսքը, այսինքն այդպիսի տենդենսի մասին է խոսքը, եւ դա վատ հետևանքներ կունենա մեզ համար, դրա համար մենք էլ փորձում ենք զգուշ լինել, քանի որ իրոք հիմա ինչ տեղի ունենում Հայաստանի շուրջ, դա բխում է մեր ազգային ու պետական շահերից, բայց ՆԱՏՕ-ի մասով տեղի ունեցողը Եվրոպայի հետ կապված, Ուկրաինայի հետ կապված, ես կարծում եմ, որ մեզ այդքան էլ օգուտ չէ։ Ուկրաինայի մասով Ուկրաինացիներն էլ շարունակում են իրենց բանակցությունները ամերիկացիների հետ, ես կարծում եմ, թե իրենք ավարտեցին, պայմանավորվեցին, բայց չէ, կարծես էլի բան կա պայմանավորվելու Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, կրկին ուկրաինական պատվիրակությունը մեկնում է Մայամի եւ Միացյալ Նահանգներում հանդիպելու է ամերիկյան ներկայացուցիչների հետ ռուս-ուկրաինական այդ պատերազմի կարգավորման շուրջ եւ պարզ է նաեւ դառնում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է ստեղծել խաղաղության խորհուրդ Ուկրաինայի համար եւ դրա մեջ ներգրավելու են նաեւ Ռուսաստանի Դաշնությանը եւ այդ խմբում նախատեսում են մտցնել Ուկրաինային, Եվրամիությանը, ՆԱՏՕ-ի երկրներին, Ռուսաստանի Դաշնությանը։ Այսինքն այդ խորհուրդը զբաղվելու է կոնկրետ Ուկրաինայի հարցով եւ այն հարցով, որ Ուկրաինայի շուրջ պատերազմը չվերսկսվի։ Ինչ այլոց կան նաև տեղեկություններ, որ Ֆրանսիան, Իսպանիան հնարավոր է էլի մի քանի երկրներ ես բաց եմ թողել, հայտարարում են այն մասին, որ պետք է Պուտինի հետ բանակցություններ լինեն, բանակցությունները շարունակել է պետք եւ այդտեղ կա դիրքորոշման փոփոխություն Ֆրանսիայի եւ Իսպանիայի մոտ, ինչին դեմ է Մեծ Բրիտանիան, դեմ է հստակ դուրս է այդ մոտեցմանը, որ Պուտինի հետ պետք է բանակցել։ Այս վայրերությամբ այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։